Հարգելի ընկերներ, մենք գնում ենք նոր կառուցված գեղեցիկ ճանապարհով եւ այսօրվա մեր կանգառն է եւ անակնկալի հասցեն Ակնալիճ գյուղը։ Ակնալիճի հաճելի բարեկամներ, բաժանորդագրվեք, կիսվեք, տարածեք, որովհետեւ այս տեսանյութը հենց ձեր համար է, ձեր մասին է, ձեր գյուղ են գալիս ենք շնորհավորելու շատ սիրված եւ հարգված մայրիկի եւ տատիկի ծննդյանոր Բելգիայի թորնիկների Արամոյի եւ Արմանի կողմից անակնկալը, մի խոսքով իր որդի Տիգրանի ընտանիքի կողմից, ով այս պահին գտնվում է Բելգիայում, իսկ մայրիկը Հայաստանում է։ Գնանք շնորհավորենք, ուրախացնենք նրան։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, միշտ կհասնենք մեր հոբելյարին, Տիկին Մարգարիտային։ Հարգելիներս, նաև հարկ եմ համարում նշել, որ այն օջախ, որտեղ որ հիմա գնում ենք, այդ օջախում ապրել է մեր հերոս Սասուն Մովսիսյանը, ով ավաղ զոհվել է հերոսաբար 44-օրյա պատերազմում ու ցավալին այն է, այս պատմությունը էլ ավելի ցավալի է դարձնում այն փաստը, որ զոհվելու պահին հայրը իր կողքին է եղել։ Հայր ու որդի Սևակ եւ Սասուն Մովսիսյանները կռվել են կողք կողքի թշնամու դեմ հերոսաբար եւ չար պատերազմը ավաղ չխնայեց մեր Սասունի կյանքը։ Եվ ես ինչքան այդպիսի օջախներ եմ մտնում, այդ օջախները կրկնակի անգամ ավելի սուրբ են ինձ համար եւ հարկ եմ համարում նշել ու հիշել մեր հերոսներին, որովհետեւ նրանց սխրանքների շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք անել այս գործը, իսկ մնացած մեր հայրենակիցները իրենց գործին, իրենց ընտանիքները հարգենք եւ հիշենք մեր հերոսներին։ Անպայման ցանկանայի, որ մեկնաբանություններում լավ մաղթանքներ գրեք մեր Մարգարիտա տատիկին, որովհետեւ նա ապրել է այդ դաժան օրերը եւ սքացել է իր թորնիկի մահը։ Հարգելիներս, հաշված վայրկյաններ հետո մտնում ենք Ակնալիճ գյուղ, որտեղ ես խոստանում եմ, որ շատ գեղեցիկ անակնկալ ենք անելու եւ Մարգարիտա տատիկը պետք է շատ ուրախանա, որովհետեւ նրա թորնիկները հենց այդ են ուզում են տեսնել տատիկի ուրախությունը։ Հենց սկզբից պետք է, որ բաժանորդագրվեք, լայքեք մեր տեսանյութը եւ տարածեք։ Այս տեսանյութը ձեր հարազատ գյուղի մասին է։ Այստեղից մենք անցում ենք կատարում եւ մի քիչ բարդ, բայց մտնում ենք գյուղամեջ։ Հիմա գտնում ենք գերեզմանների թաղը։ 1000 բարին, գերեզմանների փողոց չեմ անում այդամ, ապրիս։ Դա մեր հետևից է գալի աղբերը։ Եկեղեցի։ Նովել։ Տեղը բեր ես տեք շմրը։ Տեղը բեր ես Հա, վերջում են լսես խեք շմրը, հա։ Բայց ես երկու սիգնալ տվի մի սիգնալի տեղը։ Նշանակում է բարև աղբեր ես, չգիր, հա։ Ձախից Ակնալիճի դպրոցն է, ով բավականին ժամանակ չի տեսել դպրոցը, խնդրում եմ տեսեք Ակնալիճի դպրոցը։ Հետաքրքիր գոգավոր տարածք է, կարծես ռումբ պայթած լինի այս տարածքում, հա, Վարդան։ Ինչ հետաքրքիր, ով գիտի, սա այսպես եղել է, թե ձեռակերտ է այս իջվածքը Ակնալիճի, բայց հետաքրքիր է, պատկերացրի։ Եվ ձախից մեզ է օրհնում եկեղեցին։ Հենց նոր իմացանք, որ Սասունի համար անկյուն են սարքել, հենց տան դիմաց
Հիմա կգնանք, դա էլ կնկարենք անպայման։ Բարև Պուչուր։ Պուչուրը թեթև ինչ հիասթափավ իր քշելուց, որովհետև հեծանիվը այդ երկու ականի հիմարը չենթարկվեց նրան։ Ամեն գյուղ ունի իր սովորությունները եւ նմանությունները ընդհանուր հայ ազգի բնավորության գծերին։ Եվ մենք հիմա այստեղ ամբողջովին նոր մարդ ենք, առաջին անգամ ենք եկել եւ տպավորությունները միմիայն լավն են։ Առողջությունը լի Ահա մեր հետ է նաև Տիկին Մարգարիտայի Փեսան եւ նա ծաղիկներն է վերցրել որ տանի։ Սենց են գնում, հա։ Գնանք ուրախացնենք մեր Տիկին Մարգարիտային, չէ որ նրա ծնունդն է այսօր։ Տեսավ։ Բարև ձեզ, նախ բարև ձեզ, մի հատ ծափեր տանք, ձեր ծնունդն է այսօր, հա։ Շնորհավոր, հա։ Ատիչ մենացում, շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Տենես ինչ լավ է, քեզ ինչքան շատ են սիրում։ Որ երազանք պահես չես մոմերը, ես էլ ասեմ ում կողմից է, թե հիմա չասեմ դա։ Հա, Տիգրանի ընտանիքից է, բայց թորների անունից։ Շատ սիրում են տատիկին։ Ունեմ ցանկանում եմ թորներով եմ երեխեքով, հարգարներով, թողաշություն, խաղություն եղնի, իրանք երջանի կնեն, առողջ եղնեն, իրանք հետել ես ուրախանամ, ծաղներ ծարում։ Ուրախանալու ես հաստատ, ես դրա համար ենք եկել։ Դե երազանք պահի Դե վերջ չէ լավ, ես ես պահում եմ, տամ քեզ, վերցրու տորտը, չէ, հելը մի րոպե, գիտես ինչ այլ է, ես հիմա տեսով Գրկիս ոքաշ մար Դա Դե լավ, եկա պահը, դու նպերներ ունես, բա, Արամոն ու Արմանը չէ, Արման չէ, դե հելը, սկսի բացել նպերներ, ստեր լիքը բաներ ունես, այս հանվեր, ապրես, Արգալիտա տատի, գիտես կեզ իշքան ես իմ, դե հերթով բացի տենակ էտ ինչ է, էտ մեկ, էտ բան արա, մենակ են մեջինը վերցրու, այս ես դիր ծաղակի վրա, Հա, էդ մերն է, ինքոնն է։ Եսի թորնիկները տեն անում, որ դու ուրախանաս անպայման, որովհետև քեզ շատ են սիրում։ Բա, տատին հարստանում է ամեն բացելու հետ, ամեն բացելու հետ տատիկը հարստանում է, են մեկը թռավ, հա, ենի թռնող է։ Տատիկ, քեզ շատ են սիրում, առողջ ելնես։ Ես երեխու նկարիքովն էլ հեսա կնայեմ ու թորները իմացի ինչն էլ այս անակնկալի մեջ, քեզ շատ են սիրում։ Ու քո համար հիմա, դες ինչ ենք անում, հլը տենանք լավ ենք անում, հլը տենանք կստասվի, հա պտի գմպասնենք, եսի ուրախության պայթուն է, հա, միշտ ուրախ ելնես, ծափերը, ծափեր տրուկ,
Միշտ ուրախ ըլնես ու ուրախ առիթներ ըլնի օջախում։ Արի մի հատ երկեմ։ Տեսի Սասունի կողմից եմ երկում քեզ։ Անկյուն ունի ներսը, հա Սասուն ախտերը։ Մեր գնա Սասունի անկյուն նկարենք տատիկի սրտով լենա, տատիկը փողերով ծաղկով է չնա։ Այդ սիրուն։ Անցնում են տարիներ, լռում են մտքերը, աչքս ճանապարհի, դատարկ է աշխարհը, աչքերս խելագարված, մեկ-մեկ քեզ են տեսնում, լռում եմ ու գրկում, ինչ շուտ ես հեռանում, աստավոր սարի տակ, գործիր դու մեծ սխրան, գնամ դեղդ կանգնել մի պարտելի Տատիկս համբերություն դու թորնիկներ ունես քեզ շատ սիրող իրանք էս չէ պետք է գնանք հեռու տեղից ենք մենք եկել քեզ շատ են սիրում լավ եղի դու իրանց շատ ես պետք որ գան քեզ գրկեն հա կարոտել են հեսա կգան էլի բան չմնաց դե ձեզ լավ օր հաջողություն ձեզ բարի ժամանց համբերություն Ախպեր բան արա Դե հարգելներս մանավանդ ակնալիճի բնակիչներ բաժանորդագրվեք կիսվեք որովհետև ես ձեր յուղում առաջին անգամ էի թող ոտս խերով լինի հա ուր գնում ենք խերով ա լինում ուղղակի որ բաժանորդագրվում եք ավելի խերով ա լինում նստի Վարդան նստի գնանք բայց մի անջատի նկարի Սասուն Մովսիսյան Ծնվել է 2001 թվականին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում 2020 թվականի հունվարին ծառայության է մեկնել Հադրութ ապա Զինավան որպես վարորդ Հենց առաջին օրվանից զենք է մատակարարել դիրքեր փրկվել արկի հարվածից Սասունի հարազատ փողոցն է նա իր ամբողջ կյանքը ապրել է այստեղ քայլել է այս փողոցով խաղացել է այստեղ Ծովել է հոկտեմբերի 4-ին, հարազատ է որ աչքի առջև Սասունի զրնգուն ծիծաղը կարճ ժամանակով ճեղքում է վշտի պատնեշը, որի հետևում որդու զոհվելուց հետո ապրում է Մովսիսյանների ընտանիքը Այսպիսին էր Սասունը կենսախին հումորով Սասունն ակնալիճցի ամուսինների ավագ որդին էր Զորակոչվել էր պատերազմից 8 ամիս առաջ ծառայում էր Հադրութում սակրավորների վաշտում Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրը ստանալուն պես հայրը Սևակը կամավոր մեկնել էր Արցախ որդու կողքին լինելու Զանգեց ասեց ասի Սաժան կամ զանգում եմ խիչես վերացնում Այդ վերացրա տնա միշկա բան ասեց խիպա բան ես լսե ասի հա բա մեր մոտ ամեն ինչ նորմալ է ասի բան ես լսե որն ասի կռիվ է այդ բան բա չէ մեր մոտ ամեն ինչ նորմալ է սա լավ է հարմար չի նեմ որ խոսան ասի ոչինչ դե որը տենց է քեզի ձիգ բաղա մի ժամ կեսից քո մոտ եմ դե ասեց խնդրում եմ քեզ բա ֆրա հետ գնա ասեց դե դու չես կարող հասնես ինչեվ հասնես կարող է քեզ խփեն այդտենց կրակում են գնացել եմ արդեն երեխեքս սաղ սպասում էին ինձի ընկերները սպասում էին որ քեզը հասնեմ երեխեքը նենց երեխեք էին որ մի բան ուզում էի անել չէին թողում իրանք ավելի առաջ էին վազում լսում էին լսող երեխեք էին շուտ կողմնորոշվում էին
Սևակն ընդհատումներով է խոսում, դրանք որդու հետ անցկացրած վերջին օրերն էին։ Որդուն պաշտպանելու համար առաջնագից մեկնած հոր անձնուրացությունը ցավոք Սասունի կյանքը չփրկեց։ Որդին հենց նրա աչքի առաջ զոհվեց հոկտեմբերի 4-ին։ Որ կամանձիները գալիս էին մի բան կար խոսալու բան, այտենց երեխեքի մոտ չէինք խոսում առանձին, այտենց պայմանավորում էինք ինչ պիտի անենք, ոնց պիտի անենք։ Ասես պապ քեզ ա ձեն տալի։ Այտենց առաջացել է մի 10 մետր հեռավորության վրա շենք է։ Շենքն էլ արդեն խփել էին։ Տանք շենքի մեջ որ խոսանք ու տրակավ։ Ոնց որ սենց մի 10 մետր հեռավորության վրա ենք իրարից, մեր մեջտեղը էլի 10-15 մետր։ Ու տենց տրակավ, ես շենքի մեջն էի, այդ շենքը բլվավ, ինչև այդտեղից դուրս եկա, արդեն դուրս եկա, հելա տեսա արդեն։ Այդ հրթիռակոծությունից Սասունից բացի եւս 3 զինծառայող է զոհվել։ Ընդամենը ժամեր անց տարածքն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Սևակը տուն է եկել, իր հետ բերելով 18-ամյա որդու մարմինը։ Սասունն ընկերների հետ պատերազմից առաջ կարևոր գործողության էր գնացել, որի համար նրան պարգևատրման պետք է ներկայացնեին։ Պատերազմը սկսված ժամանակ արդեն իրանք առավոտ շուտ գնացել են չեզոք գոտում, ոնց որ արդեն պատերազմն այդում է իրանց դեմը այդ գործողություններն արել են, որ ծանր տեխնիկաները չեն կարող անցնեն էլի, մինչև ուզենան բան անեն այդ տեխնիկաները ուրիշ ճանապարհով անցնեն, ընդ ուրիշ ճանապարհ չկա, որ այդպես հանգիստ կարան անցնեն, ոնց որ այդ մի ճանապարհն է, որ իրանք կարային այդպես հանգիստ գային, այդ ճանապարհն էլ իրանք փակել են, մինապատել են սա։ Բեսպիլոտնիկները խփելուց են էլ կողի մեքենան խփել են, չեն թողել էլի մեքենաները այդպես փախել, բան արել, մի ձևի հանել են այդտեղից մցրել են հատուկ պահվող տեղեր կան։ Դա ինչ որ եղել է, տարեկանգնացել են այդտեղ նոր այդտեղից իջել են ոտով, որ չխփեն էլի։ Գնացի ուրախացած ասում էր պապ ջան, այսպես կռիվը պատցնի տողոտ խրախուսելու են, դա էլ գիտես չէ, որ ինստիտուտում այդ վճարովի բան, որ կա, դա զեղչեր ալնելու կարող է ընդհանրապես բան չանեն, որովհետև մենք նես բան ենք արել։ Մովսիսյանների ընտանիքը համայնքի միակ ընտանիքը չէ, որից պատերազմը երիտասարդ կյանք է խլել։ Արմավիրի մարզի ակնալիչ ոչ մեծ համայնքում 9 զոհ կա, 3-ը ժամկետային, մյուսները կամավորներ ու պահեստազորայիններ։